Հայլույս Կալ շապատ երկու դոներ կան մեկը դա անշուշտ հասկային է և մայիս 28-ի գվերապերի, որ Հայաստանի առաջին անկախությունն է և առաջին հանրապետության հիմնադրությունն է և ասի նաև կարևոր է հայ ժողովրդին համար, որովհետև պատկե մեկնելով մենք ունեցանք պետականություն։ Գիտենք, որ մեր հայ ազգը նաև երկու տարբեր հանգրվաններ անցավ, առաջին անկախությունը շատ չի դիմացավ, բայց պետականության հիմքերը այդտեղ դրվեցան։ Երկրորդ դոնը անշուշտ եկեղեցական դոն է և Տեր Հիսուսի համբարձման դոնն է, և այսօր ուզեմ ադոր մասին գետրուանալ։ Ուրեմն Գործարքելոց առաջին գլխուն առաջին 11 համարները ուզեմ գաղթալ որպես հիմք այսօրվա պատգամին։ Անշուշտ գիտենք, որ Ղուկաս Ավետարանի չէ գրողը այս գիրքը և Թեոփիլոսի գրքը, ինչպես իր ավետարանը Ղուկասի մեջ, և գսե, որ առաջին պատմությունը ըրի ով Թեոփիլոս այն ամեն բաներուն վրա, որոնք Հիսուսը սկսավ ընել և սորվեցնել, մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգին միջոցով պատվեր տվավ իր ընտրած սարաքյալներուն ու համբարձավ, որոնց ինքզին ցուցուց կենտանի իր ճարճարանքներեն հետո շատ աբացույցներով 40 օրվա մեջ անոնց երևնալով ու Աստծո թագավորության վրա խոսելով, անոնց հետ մեկտեղ գտնված ադենը բսպրեց անոնց, որ Երուսաղեմեն չհերանան, ապա սպասեն հորը խոստումին, որ ասավ ինձ մե լսեցիք, քանզի իրավ Հովհաննես ջրով մգրդեց, բայց դուք շատ օրեր չանցած Սուրբ Հոգիով պիտի մգրդվիք։ Անոնք ալ մեկտեղ գալով կհարցնեին իրեն ու գսեին դեր Իսրայելի թագավորությունը այս ժամանակին նորեն պիտի հաստատես։ Ըսավ անոնց ցեզի չի վերապերի ժամերը եւ ժամանակները գիտնալը, որ հայրը իր իշխանության մեջ դրավ, բայց Սուրբ Հոգին Սեբրայգած ադենը զորություն մի դառնեք, ինձի համար վկաներ պիտի լակ Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչև երկրին ծայրերը։ Եվ երբ այս բաները ըսավ, մինչ անոնք գնային, համբարձավ ամզանիգը անոնց աչքեն ծածկեց, երբ աչքերին տնկած թեպի երկինք կնայեն անոր հետևեն, այ երկու ջերմակ հանդերձներով մարդ իրենց կով գայնեցան, որոնք ասին ով Գալիլեացի մարդիկ, ինչու գայներ թեպի երկինք կնայիք, այս Հիսուսը, որ ցեզ մի երկինք համբարձավ, այսպես պիտի կա, ինչպես տեսանք անոր երկինք երթալը կամ համբարնալը։ Դեր օրհներ Սուրբ Խոսքին ընթերցում էր փորն հավատքին շինության համար։ Ըստ անշուշտ դարձյալ գտնենք, որ եկեղեցու օրացույցի մեջ, դոնացույցի մեջ համբարձումը կարևոր դոներեն մեկն է։ Եվ այս մեկը անշուշտ կտեսնենք, որ մանրամասնությամբ արձանագրված է Գործարքելոց գիրքի մեջ եւ կբադայի Տեր Հիսուսի հարութենեն 40 օրեր ետք։ Անշուշտ Ղուկաս Ավետարանը իր ավետարանը նույն ցևով կվերջացնի, բայց ավելի հագիր ցևով նաև գնանք կարդալ Մարգոս Ավետարանի մեջ եւ Մարգոսի մեջ կգարտանք կսե, որ համբարձավ եւ նստավ հորը աջ կողմը եւ մեզի համար եւ որ աջ կողմը գսենք անշուշտ Տեր Հիսուսի բարեխոս լալու այդ ճշմարտությունն է, որ գիշենք, ինչ որ նաև նամակներու մեջ արձանագրված է, որ հոր Աստծո աջ կողմը նստած մեզի համար բարեխոսություն գնե։ Անշուշտ հավատացյալներուն համար բարեխոսություն գնե։ Գործարքելոց գիրքի մեջ այս հատվածի մեջ Տեր Հիսուս կհամբարնա, բայց մինչև անշուշտ դեպքին բադահիլը, մինչև իր համբարնալը գտեսնենք, որ Հիսուս գերևնա աշակերտներուն 40 օրերու ընթացքին։ Գսո մինչև այն ժամանակ, որ Սուրբ Հոգին ցույց տվավ, թե ինչ պիտի դնեն եւ համբարձավ։ Ինչ ըրավ ինքզինք ցուցուց որպես գենթանի, այսինքն այն Տեր Հիսուսը, որ ճարճարվեցավ, մահացավ եւ հարություն արավ, եւ գիտեք, որ քահանաները զրբարդեցին, ասին, որ աշակերտները կողցանզինք, մարմինը բայեցին, ուրեմն Տեր Հիսուս դարբեր արիտներով, դարբեր անձերու, աշակերտներու եւ
շատերու գերևնա եւ աբացույցներով ցույց կուտա, որ ինք հարություն արած է եւ անշուշտ կենթանի է եւ գսե որ եւ Աստծո թագավորության վրա խոսելով հետաքրքրական է Տեր Հիսուս դակավին բաներ ունի ասելիք, բաներ ունի բացատրելիք եւ բաներ ունի հստակացնելիք իր աշակերտներուն եւ իր խումբին։ Անշուշտ առաջին միտքը Տեր Հիսուսի այդ հարության իրականությունն է, որ դարձյալ այստեղ գշեշտվի, որ ադիգա սուտ չէ, ադիգա արասպել չէ, ադիգա շինզուպամ չէ, բայց որ աշակերտները եւ այս անցիկը այդ վկայության, այդ հարության վկաներն են։ Իրենց աչքով տեսան, իրենց ականջով լսեցին եւ նույնիսկ Տեր Հիսուսի թվան։ Անշուշտ Հիսուս այս ժամանակ օգտագործե իր աշակերտներուն սորվեցնելով Աստծո թագավորության մասին։ Եվ գուզե հստակ գնել, որ Աստծո թագավորությունը քաղաքական իրականություն չէ, ինչ որ հрьяաները գանգալ է եւ գտեսնենք, որ գսեմ, որ անուկալ մեկտեղ գալու հարցին թե ով դեր Իսրայելի թագավորությունը երբ պիտի հաստատես, գտեսնենք Հիսուս խաչված է, հարություն արած է, բայց դակամին նույն ակնկալությունը գա իրենց մտքի մեջ։ Թագավորությունը հաստատվիլը գա, ինչ որ Հակոբոս եղբայրը եկան ասին, որ ով դեր եւ որ թագավորությունը հաստատես, աչքով մտնստինք, ծաղկով մտնստինք, մեզ արդոնե, խոստում դուր մեզի։ Նույնիսկ հարութենեն հետ տակավին այդ նույն ակնկալությունները կան, բայց Հիսուս կսե, որ այդ մեկը իմ թագավորությունս քաղաքական թագավորություն չէ։ Ես Իսրայելի թագավորությունը պիտի չի հաստատեմ։ Աստծո թագավորությունն է, որ պիտի հաստատեմ։ Հոգևոր իրականությունն է եւ անշուշտ առաքելություն գուտակսե, որ սպասեցեք, այսպես պիտի եք եւ այդպես պիտի լա։ Ուրեմն իրենց մտքի մեջ տակավին այդ երազները կան, այդ ակնկալությունները կան։ Հիսուսի պատասխանը ժամանակները ցեցի չի վերաբերիր։ Ժամանակները գիտնալը եւ որոշելը Աստծո գերաբերի։ Եվ անշուշտ ոնց կուզեմ փակիզը բանը, որովհետեւ եթե մենք Աստծո գործի մասին պիտի խոսենք, եթե Աստծո գործը պիտի գադարենք, պիտի չի վստահենք մեր կարողություններուն, մեր ցիրկերուն։ Եվ մենք չէ որ ժամանակը պիտի որոշենք։ Շատ անգամ գսկամ որ մենք մեր գամքը, մեր ժամանակը գուզենք Աստծո վրա բարդացրել։ Դերոջը ժամանակին պիտի վստահենք։ Իր գործը հարաճ տանելու, իր գործը բդղապերնելու, իր գործը հաջողությունով վերջացնելու։ Ինչ է մեր բարդականությունը, մեր բարդականությունը հնազանդ լալու բարդականություն է։ Աշակերտներուն բարդականությունը Սուրբ Ոգին զորության վստահելու գանչված է։ Ադոնաքսը եւ Սուրբ Ոգին արած ադենը ինձի համար վկաներ պիտի լակ Երուսաղեմի մեջ, Սամարիայի մեջ եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Իրենց բաժինը բերելու են մանավանդ վկայությունով ինչու կարևոր է վկայությունը, ինչու կարևոր է մեր հավատարմությունը, որպեսզի Քրիստոսի թագավորությունը դարածվի եւ մեծնա։ Ոչ թե Իսրայելի թագավորությունը, բայց Աստծո թագավորությունը, որպեսզի դարածվի եւ մեծնա, եւ անշուշտ Հիսուս նույնիսկ իր կյանքի մեջ, իր առաքելության մեջ, իր սորվեցածներու մեջ Աստծո թագավորության մասին խոսեցավ արակներով, դարբեր խոսքերով։ Սիրեիներ, մեզի համար կարևոր է Աստծո տված գոչումին հնազանդել։ Եվ այստեղ այս հատվածը նախքան անպարնալը այդ գոչումի հասկացողությունը նաև գշեշտե, որ մենք գանչված ենք Քրիստոսի համար վկաներ լալու, ուր որ լանք, մեր դուներում մեջ, մեր շրջանագի մեջ, մեր ընկերության մեջ եւ ուր որ մեզի դեր արիտ կուտա։ Ադիգա է մեր գոչումը։ Եվ անշուշտ Տեր Հիսուս գոչումը այս հասկացողը գշեշտե եւ անշուշտ Սուրբ Ոգին թերը, Սուրբ Ոգին կորձը շատ հիմնական է ասոր մեջ։ Հաջողության բանալին երբ որ մենք գարդոնենք, որ Աստծո Հոգին մեր կյանքերում մեջ գործ է, մեր դգարություններում մեջ գործ է, ոչ թե մեր կարողությունով, բայց Սուրբ Ոգին կարողությունով։ Մատթեոս 28:19-20
գսե որ գիտեք կացեք բոլոր աշխարհը աշակերտներ պատրաստեք, սորվեցեք, մգրդեցեք եւ ես ցեզի հետ եմ մինչեւ աշխարհի վերջը։ Համբարձման մասին չենք կարդար, բայց նաեւ ասո մեծ դված կորզին գոչումին եւ արաքելության մասին կգարտանք։ Եսայի մարգարեն գսկրե տարեր առաջ գսե որ ահա քեզի ասկերուն լույս պիտի ընեմ, որբեսի մինչև երկրի ծայրերը իր փրկությունը Քրիստոսի ասո փրկությունը լաս մինչև երկրի ծայրերը եւ կտեսնենք որ այսօրվա կացեք մինչև աշխարհի ծայրը կտեսնենք որ Եսայի մարգարեության այդ համարին այդ հատվածին զուգահեռ հատվածն է որ այստեղ նաեւ գշեշտի որ մենք ասկերուն լույս պիտի ելանք, ասկերու օրհնություն պիտի ելանք, ասկերու վկայություն պիտի ելանք եւ անշուշտ մինչեւ աշխարհի ծայրերը։ Եվ անշուշտ ինչ է նաեւ մեր գոչումը լույսի որդիներ լալ, ասո որդիներ լալ, լույսի որդիներ լալ։ Այնպես թող լուսավորե ծեր լույսը մարդուց արջև, որովհետեւ տեսնեն ծեր գործերը ու փառավորեն ծեր դերը որ երկինքն է։ Կտեսնեք դարբեր դեղերում մեջ դարբեր համարներ նույն իրականության մասին կխոսին։ Ուրեմն Տեր Հիսուս գճանա աշակերտներուն բացատրել թե իր կորձին շարունակությունը կա, որ իր կորձը պիտի շարունակվի։ Եվ այդ առաքելությունը իրենց առաքելությունն է, եւ այդ առաքելությունը եկեղեցին առաքելությունն է։ Եկեղեցին Քրիստոսի այդ կորձը պիտի շարունակի։ Անշուշտ նորեն գշեշտենք գսենք Սուրբ Ոգին թերը հիմնական է այստեղ, որովհետև այդ բոլորը հավատքի կյանքը Սուրբ Ոգին զորությունով գլա։ Եվ ադորամար գսե որ կացեք, սպասեցեք, փամը մինեք Սուրբ Ոգին երբ որ գարնեք ինձի համար բգաներ պիտի լակ Երուսաղեմի մեջ, Սամարիայի մեջ եւ մինչեւ աշխարհի ծայրը եւ անշուշտ գիտենք որ ոգեկալուսի դեպքի մեջ այդ մեկը իրական պիտի լա։ Ուրեմն որբեսի Սուրբ Ոգին ստանան Տեր Հիսուս պետք է որ ինչը լար համբարնար այս աշխարհեն եւ անշուշտ Աստծո ներկայությունը, Քրիստոսի ներկայությունը մեր կյանքի մեջ Սուրբ Ոգին ներկայությունն է։ Այս բոլորը ըսել են յետք գտեսնենք որ Տեր Հիսուս կհամբարնա։ Միջ աշերտները թե երկինք կնային եւ ինչ կտեսնեն ջերմակ հանդերձներով մարդիկ։ Հարության օրնալ գիները ջերմակ հանդերձով մարդիկ տեսան ինչու ողջ մերելներու մեջ կպնդրեք, հոս չէ, հարություն արավ, բայց հոս կհամբարնա։ Եվ երբ որ կհամբարնա խոստում գուդան։ Ինչու զարմացած երկինք կնայիք, այս Հիսուսը ցեզ մե երկինք համբարձավ եւ այսպես պիտի կա ինչպես տեսակ անոր երկինք համբարնալը։ Այո կնաց, բայց Քրիստոսի վերաթարնալու խոստումն է որ գուդան աշակերտներուն։ Անշուշտ Պողոս Արաքյալ խոսի նաև գսե որ եպես այբեց ինի մեջ գսե քնած համբարձավ եւ մեզի համար բարեխոսություն գնե Աստծո աչքով նստած եւ պիտի վերաթարնա Արաքյալին կարոզը իսկ Ֆիլիպեցերու մեջ գսե մեր քաղաքականությունը ուր է երկինքն է Ինչ կապ ունի ասիկա համբարնալուն հետ, որովհետև եւ որ Տեր Հիսուս այս աշխարհի մեջ չէ, եւ մինչեւ իր վերադարձը մենք եւ ուրեմն մենք կաբրինք այդ երկու ժամանակներում մեջ։ Այդ երկու Քրիստոսի վերադառնալու խոստումի մեջ եւ այստեղ որ մենք աշխարհի մեջ կաբրինք։ Այսինքն մեր մեկ աչքը պետք է որ երկինքը լա եւ մեր մյուսը թեպի աշխարհ լալու է։ Ինչն էլու ապրելու որպես երկինքի քաղաքացիներ, երկինքի սկզբունքներով, Աստծո խոսքին սկզբունքներով, մինչև որ Տեր Հիսուս կա։ Ժամանակը չենք գիտեր, երբ պիտի կա, բայց իր խոստումն է որ պիտի վերադառնա։ Ուրեմն պատրաստվելու ենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան։ Այս հատվածը նաև Այս մեկը գշեշտ է մեզի, որ հավատացյալը
ապրելու է, աշխատելու է, այս կյանքի դժվարությունները դիմակրավելու է, հավատարմությունով, հնազանդությունով, Սուրբ Ոգին վստահելով, բայց պատրաստ պետք է լա, պատրաստ վիճակի մեջ պետք է լա Հիսուսի երկրորդ գալստյան։ Ինչու՞ կային որ այդ խոստումը դված է, ինչպես որ խոստում դված է մեզ հետ լալու, խոստում դված է դարձյալ վերադառնալու։ Հարցում հարցնեմ եւ եզրակացության կանք։ Ինչ տարբերություն կա առօրյա կյանքիդ մեջ, երբ գիտես որ Հիսուս օրեն պիտի վերադառնա։ Տարբերություն մը գնեք ես համար։ Բայց այս անգամ պիտի կա ինչ անելու, դադաստան անելու եւ հաշիվ պահանջելու։ Թյուրին ճշմարտություն մը չէ ասիկա, որ դերը պիտի կա դադաստան անելու, իր թակավորությունը հաստատելու, բայց դադաստան անելու եւ հաշիվ պահանջելու։ Եվ ասի շատ տարբերություն գրնա անել մեզի համար, եթե լուրջ անենք, որովհետեւ սկաստ լալու ենք, ուշադիր լալու ենք։ Եվ երկու միտք տամ, Տեր Հիսուսի վերադառնալու այս իրականությունը նախ մեզի զիս հույսով գլեցնե, որ այսպիսի խոստում մը կա, Քրիստոսի կողմէ, Աստծո կողմէ, որ Տերը պիտի վերադառնա։ Եվ այս կյանքի անարդարությունները, այս կյանքի դժվարությունները անշուշտ պիտի վերջանան։ Բայց նաև միս կողմն գսե որ ուշադիր, որովհետև պիտի կա հաշիվ պահանջելու, պիտի կա թադելու աշխարհը, անհավատները, բայց մանավանդ հավատացյալներեն հաշիվ պահանջելու։ Եվ այս մեկը քույրեր եղբայրներ մեզ մարդահարավեր արչև պետք է գտնե պատրաստվելու։ Գիտեք, երկու պատմություններ կան 10 մնաստերուն արագը, որ Հիսուս կամ 10 դաղանտներու արագը, որ պատմեց եւ բաժնեց եւ դվավ եւ երբ որ դերը գվերադառնա հաշիվ կվանջի։ Ինչ էր իր կես դրվածով դաղանտներով, մնաստերով, մեկը 2-4-ը, 3-6-ը, մյուսը 5-ը, 10-ը, մյուսը որ կացի եւ հողին դագը բայեցի։ Եվ դերը գբախարագե այդ անձը, որովհետև իրեն դրված դաղանտը, մնասը, գարելությունները Աստծո համար, Տերոջը համար չի կործածեց։ Եվ մենք անշուշտ կանչված ենք, որ մեր կյանքերը Քրիստոսի համար կործածենք, բգայությունով, մեր հավատքը կործնականի վերածելով, հավատքը առանց կործելու, մեր ազգը Սաղոփոս Արաքյալ, ուրեմն նաև ասի կարևոր է։ Եվ երկրորդ արագը 10 գույսերուն արագն է, որպես ամիդիկա 10 ամիդ գույսերը եւ իմաստուն գույսերը, իմաստունները իրենց դաբդերները յով լեցի միշտերը եւ որպես անեգավ ինչերին մեզի յուղ դվեք անուն գալեսին չենք կրնար եւ անշուշտ դուրս մնացին ուրեմն չեմ զարդում ասին պատկամ դալ բայց պատրաստ լալ գնշանագե որ մեր լաբդերներում մեջ պետք է որ յուղը լա որբեսի գանանք դերը թիմավորել որքանով պատրաստ ես այսօր եթե Տեր Հիսուս կա եւ որքանով կյանքիդ մեջ բդու գա որքանով լաբդերներուդ մեջ իմ լաբդերից մեջ յուղ գա ասի կարևոր հարցում մնե որ մենք մեզի հարցնելու ենք մանավանդ երբ Տեր Հիսուսի համբարձման մասին կմտածենք այո Տեր Հիսուսի համբարձումը մեզի գիշեցնե որ մենք առաքելություն ունենք այս աշխարհի մեջ առաքելություն տվավ բայց նաև գսե որ ինչ դուք ձեր առաքելության մեջ կաշխատիկ եւ հավատարիմ կմնաք հիշեցեք որ Տերը դարձյալ պիտի վերադառնա Երանի վերադառնա եւ վերջանանք այս խնդիրները բայց չեմ գիտեր Հադի մեր որոշումը չէ, իր որոշումն է, մենք ժամանակները չենք գիտեր, ժամանակներ Աստծո կվերապերին։ Դերը դա, որ մենք բոլորս էլ մեր այս սպասման մեջ, մեր աչքերը թեպի երկին կլան, բայց նաև մեր կյանքի մեջ էլ գանանք Աստծո գործիքները, Աստծո հավատարիմ զավակները եւ ծառաները լանք հաղորդենք։ Ով Տեր Հիսուս, փառք կտանք, որ նախտուն հարուցյալ դերես եւ փառք կտանք որ մեր կյանքի մեջ ներկայ ես Սուրբ Ոգիովդ
աշխատի սովդեր գործես եւ գզորացնես բայց նաեւ միշտ ալ գիշեցնես սովդեր որթուն այոկացիր համբարձար բայց նաեւ բիդի վերաթարնաս այս մեկն ալ խոստումներդ մեկն ovder եւ ինչ մյուս խոստումներդ գիշենք եւ ադիգա մեզ գզորացնե դուր որ ovder նաեւ այս խոստումը դալ գիշենք եւ միշտ պատրաստ լանք ovder քեզ թիմավորելու եւ որքաս ադրամար դուր որ ovder հավատքով ապրինք, հնազանդությունով ապրինք եւ դուր որ մեր ցանկի մեջ, մեր լապդերներու մեջ ovder իսկապես այդ յուղը լան որբեսի գանանք այդ յուղով, այդ լույսով ovder գանանք քեզ թիմավորել։ Զորացուր մեզ ovder եւ մեզ հետ եղիր եւ շարունակի ovder մեզ հոգիովդ առաջնորդել Հիսուսի անունով կանոտ խնդրենք շնորհք մեզի։ Ամեն։